կապված Սրբազանը Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց, 3 փաստաբանը կալանավորվեց, թեմը ամբողջությամբ կապված է արել այդ օրը, խնդրեմ։ Շնորհակալ եմ ձերված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Անընդհատ մի ամոթը դեռ չմաքրած ազգի երեսից մյուս ամոթն է մեզ պարտադրվում, եւ որ ամենասարսափելին է, դա խիստ հակասական է մեր ազգային ինքնությանը եւ մեր ազգային ասույթների հետ շատ մտերիմ։ Գողը տանից, եզի երթիկից։ Ժողովուրդ, հիմա ես քեզ ուզում եմ հիշեցնել հետեւյալը։ Երբ որ Արշակ թագավորին ու նախարարներին շապուհը տարավ ու խաբեությամբ բանտեց, այնտեղ ուրիշ ելք չէր մնում։ Նախարարները որոշեցին առերես ուրանալ, ոչ թե ուրանալ սրտով, հոգով, այլ ուղղակի առերես, որպեսզի կարողանային հետ վերադառնալ Լիզբոնից, կարգավորել իրենց զորական ուժը եւ պայքարը շարունակել այս խզլբաշների դեմ։ Բայց ինչու եմ ես սա հիմա հիշեցնում։ Երբ որ լուրերը, ինչպես ասում են, երևույթներից շուտ են տեղ հասնում միշտ, երբ որ ուրացման մասին լուրերը հասան Հայաստան, գիտեք առաջինը ովքեր ոտքի կանգնեցին, ոչ թե շարքային ժողովուրդը, որին երբեմն շաշատերն ասում են հասարակ ժողովուրդ, հասարակ ու հատուկ ժողովուրդ չկա, կան շարքային ժողովուրդ, եկեք հարգենք մենք մեր ժողովրդին, ոչ թե շարքային ժողովուրդը ոտքի կանգնեց, այլ նախարարների մայրերը, նախարարած մայրերը, հասկանում եք, որոնք չկարողացան հասկանալ, դե այդ ժամանակ նրանք չգիտեին իրենց որդիները ինչի համար են ուրացել քրիստոնեությունը եւ ընդունել կրակապաշտությունը։ Առաջինը հայ մայրը ոտքի կանգնեց, հրաժարվելու իր իսկ արգանդից դուրս եկած, իր արգանդից ծնված զավակին, որովհետև հայրենիքը եւ ինքնությունը, որի մեջ մտնում էր նաեւ հայ առաքելական եկեղեցու այդ ամբողջ էությունը, նա չկարողացավ հասկանալ իր որդին, ինչպես է ուրացել։ Եվ երբ կանգնել էին այդ հայ մայրերը սև շորեր հագած, սև քողը գլուխներին գցած որպես անպատվության, պարզապես անպատվության նշան, կանգնած սպասում էին, թե երբ կհամարձակվեն իրենց ուրացած զավակները ոտքը մտցնել հայոց սուրբ հողը, որպեսզի իրենք կամ զոհվեին, կամ ամոթից մեռնեին, բայց թույլ չտային իրենց ուրացած զավակներին ոտ դնելու հայոց հող։ Իհարկե այս պատկերը սարսափելի էր եւ շատ արագ մայրերը հասկացան, որ զավակները բնավ էլ ուրացողներ չեն, որ զավակները իրենց արյունը կրող զավակները չէին կարող ուրանալ, դա ուղղակի ռազմական խաբկանք էր, որպեսզի կարողանալ թշնամու դեմ պայքարել։ Եվ երբ հայոց բանակները հավաքվեցին, նախարարած զորագնդերը, ու պայքարը ծավալվեց, հայը, հայի ինքնությունը հաղթեց այդ դաժան ճակատամարտում։ Այսօր ես քեզ եմ դիմում, հայ մայր, դու որ զավակ ես կորցրել, քեզնից շատերը գտնում են, որ օրինական է, որ իրենք իրենց զավակներին պիտի նվեր տային ոչ ու ոչ թուրքի լամոկ Նիկոլին ու նրա շրջապատին,
Էս ինչ մայրեր կան, ես զարմանում եմ, շատ շատերը մոռացել են, որ իրենք զավակներ են ունեցել, լավ էդ փողը այդքան կուրացուցիչ է, ես չեմ հասկանում, հայ մայրեր, 8 տարի է անցել նրա իշխանությունից, որից 5 տարին արդեն նա ձեր դահիճն է, եթե մինչև 20 թվականը, ներողություն 2020 թվականը, նա կապիկություններ էր անում, թալաներ հետ բերում, չգիտեմ ինչ զահր ու զիբիլ էր անում, իր կոկորտին դնում, խաբում էր ամբողջ ազգին, ու դու հավատում էր, ազգի խելացի մասը մի օր անգամ չի հավատացել, թե Նիկոլը կարող է այդ անգրագետ ապուշ այդ կապելու գիշը, որը վաղուց պիտի լիներ առնվազն հոգեբուժանում, եթե ոչ զնդանում։ Բայց 5 տարին քո զավակի ստվերից դու չես ամաչում հայ մայր։ Ես էլ հայրերի, քույրերի, եղբայրների մասին չեմ ուզում խոսել, հոր եղբայրների եւ այլն։ Հայ մայր, կամ անհետ կորածների մայրեր, որ գրողի ծոցում եք դուք։ Ամիսներով նստեցինք նստացույցի կամքով, պահանջելով գերիների եւ անհետ կորածների վերադարձ, մի օր եկար, ես ինչ մավան թմբիր է իջել քեզ վրա, հայ ժողովուրդ, այսպես չի կարելի, չի կարելի։ Անատոլ Ֆրանսը իր ժամանակին այսպիսի արտահայտություն է արել, ազգերը չեն մեռնում, ազգերը ինքնասպան են լինում, եւ ավելացրել նաեւ այն ազգը, որը չի ուզում մեռնել, չի մեռնի։ Հիմա ինչ մենք ուզում ենք մեռնել, հա? Մենք ազգովի ուզում ենք ամոթից մեռնել երևի, որովհետև այսօր հայ ազգ, քեզ զավակ համարվող ոչ բոլորն են, որ խելացի են, գիտակ են, հետաքրքրվում են անցուդարձով, սրտացավ են երկրի համար, սրտացավ են հարևանի զոհված զավակի համար, իրենը չի պրծավ գնաց, իր ինչ գործն է, բայց կա տխմար կանայք, տխմար տղամարդիկ իբեր, ամենայն դեպս տղամարդու հագուստով, Էզնովա, դու որ էթում ես ինչ ես արել, որ ես էլ էթամ, գետինը մտնեք, ներողություն եմ խնդրում, այս իշխանությունները այնքան են տխմար, որ ձերբակալում են օրենքի ներկայացուցիչներին նույնիսկ։ Օրինակ այդ նստացույցերից ներողություն, հական նիկոլական պայքարի դրվագներից մեկում, երբ կամքը ստորագրահավաք էր անում, Նիկոլի հրաժարականը պահանջելու համար։ Ուրեմն այդ ժամանակ գիտեք քանի փաստաբան ձերբակալեցին։ Ոչ ավել, ոչ պակաս, նաև Արա ինչան է Արա Զորաբյանին, այո, ոչ ավել, ոչ պակաս։ Պատկերացրեք այն ժամանակ ես սկսեցի ծիծաղել։ Ասում սրանք այնքան տխմար են, որ ձերբակալում են փաստաբանների դպրոցի ռեկտորին։ Էս ինչ այսօր են հասել տխմարության, որ աստիճանում են գտնվում այս ԿՊԱ-ականները։ Ես ասել եմ, էլի կասեմ, մահը ԿՊ անունն առած սավառնում է երկնքում։ Այս հրազդանի այդ 4 հոգու սպանությունը պատահականություն չի, հիմացեք, Աստված մեզ պատժում է մերիս ձեռքով, չեք հասկանում ժողովուրդ, բոլորիս հերթը հասնելու է, բոլորիս,
Թող ոչ մեկը չմտածի, թե թուրքը, որ մտավ հանկարծ Հայաստան, որպես նվաճող, որևէ մեկը կփրկվի, չէ, թուրքը հիմար չէ, թուրքը այլանդակ է, թուրքը զարհուրելի է, որպես թշնամի, թուրքը մարդ չէ մի խոսքով, բայց թուրքը հիմար չէ, հասկացեք, թուրքը իր ազգի համար ամեն ինչի պատրաստ է, իսկ մենք, այս փողոցների հերոսները, որ կան իրար են մորթում, դանակահարում, կրակում, սրանց որևէ մեկին, եթե տան է սահման, լեղին ջուր կկտրի վախից, որտեղ սրանք աստան են կտրում մայթերի վրա, ախր սա մեր ազգը չէր, մեր ազգն այսպիսին չէր, մեր ազգը 88 թիվ ապրեց, երկրաշարժից հետո իրեն հավաքեց ու լծվեց ազգային ազատագրական պայքարի, մեր ազգը հաղթահարեց մութը, ցուրտը, կտրոնները վերջապես, հաղթահարեց ու հաղթեց, բայց այսօր ինչ է տեղի ունենում, այսօր ենք հասել մենք, անտարբեր են, արդեն սկսել են Կոչոբաև ձերբակալել, գետինը մտնեք, երանի թե այդ քպականները բոլորը միասին, բոլորը Կոչոբաևի սանրի ծնկած մի մազ արժենային, կամ կտրած եղումն արժենային Կոչոբաևի, այդ մարդու այս ինքնավստահությունը իր գիտելիքների նկատմամբ, ինքնավստահությունը իր պաշտպանյալի անմեղության նկատմամբ, իր բացարձակիրթ, ես զարմանում եմ, ինքը հայ չի, բայց հայերեն բոլորից էլ լավ է խոսում, այսինքն սա խոսում է այդ մարդու ինտելեկտի մասին, նրա մակարդակի մասին, այսօր քանի պաշտպան կա Կոչոբաևին, երևի մատների վրա չէ կարելի հաշվել, մնացածի պետքը չի, որ Կոչոբաևեն ձերբակալել, վաղը միսօր քեզ է հետ հասնելու և Կոչոբաև չի լինելու, որ քեզ պաշտպանի, այդ տխմար մասա, ինչ ես անում, մտածում ես ինչ ես անում, քո անտարբերությամբ, ես միշտ եմ ասել, անտարբերները ամենասոսկալին են, թշնամին գիտենք թշնամի են զգուշանանք, բայց անտարբերը, երբեք չգիտես այդ անտարբերը 5 վայրկյան հետո, 5 րոպե հետո ինչի է ընդունակ։ Ուզում եմ հոգևորականների մասին խոսել։ Եթե ես հայոց հայրապետին իրավունք ունենայի առաջարկ անել, կամ թեկուզ կոչ անել, պիտի ասեմ հետևյալը, ՔՊ-ի կազմում գտնվող որևէ մեկին հայ առաքելական եկեղեցու հոգևորականը թող չբարյանա, չարաշնորթվի սիրիր նաև թշնամուտ լոզունգով և հանկարծ դրանց մանուկներին, դրանցից ծնվածներին կնուն կանել, կամ են 40-ից որ հանում են, պսակ օրնել, պսակ կատարել, հերու լինի մարդկանցից, հուղարկավորում անել, ես կասեի, կխնդրեի մեր հայրապետին, որ իր հատուկ հրովարտակով ինքը հանդես գա, ես չգիտեմ այդ իրավունքը ես ունեմ թե չէ, բայց ես խնդրում եմ հայոց հայրապետ, անիծեք սրանց բոլորին, բոլոր նրանց, ովքեր ՔՊ-ի մեջ են, որտև սրանք մեր ազգի նկատմամբ ղզլբաշից ավելի վատն են, ասկարներից ու ենիչերիներից շատ ավելի վատն են, որովհետև սրանք տանհու դուշման են, ինչպես մեր մեծերն ասում էին, ամենասարսափելին, օրինակ
երբ ընտանիքից է, չէ, սինլքորը, որը խայտարակում է ընտանիքի դեմքը, էությունը, կամ երբ որ դավաճանում է հայրենիքին, այս սրանից ավելի ծանր մեղ գոյություն չունի, ուստի ես խնդրում եմ հայոց հայրապետ հանդես արի հենց սրանց անիծելու սպառնալիքով, եթե սրանք չեն ուզում հեռանալ, պարզապես հեռանալ իշխանությունից։ Ես բազմիցս ասել եմ, այ քպականներ, ձեզ մի քիչ մարդավարի պահեք, որ գոնե հետո մարդավարի դատվեք, մարդկան ձեռքով դատվեք, օրենքով դատվեք, ոչ թե փողոցների անկյուններում շանսատակ լինեք, իսկ որ դա կլինի դիմացեք, կլինի, որովհետև մեր ամբողջ անցած պատմությունը դրա վկայությունն է, եթե մենք ունեցել ենք որդի, որ իր սեփական հորն է սրախոխողարել, ինչու հիմա այդ որդին չկա, ինչ գիտենք, որ չկա, գուցե մեր կողքի հետ կանգնած է, այնպես որ մենք եթե չինքնամաքրվենք, թուրքը ամեն ինչ անելու է մեր գլխին, այստեղ ես չեմ կարող կամ չառնել այդ ոստիկանության ղեկավարի տիկին Գալյան, հա, եթե չեմ սխալվում, ներքին գործեր, հա, ներողություն, Արփինե Սարգսյան, ես նրան մի առիթով ասացի, հրապարակում էր, այսինքն կառավարությունից էին դուրս եկել, ասել եմ, որ նուրբ գեղեցիկ հաճելի կինես, գնանք պոդիում, գուցե մրցանակ բերես Հայաստանին, մի օգուտ տաս, հիմա էլ եմ ասում, սա ձեր տեղը չի, դուք ոնց եք քնել, երբ այդ ձեր իսկ հրամանով, այսքան քննիչներ ոչ բարով, դրանք քննիչ են, դրանք ծախուշ շուն են, դրանք թերքամոլ շուն են, դրանք 30 արծաթով վաճառվածներ են, դրանք քննիչ չեն, վաղ մյուսօր ձեզ են քննելու, մենք ենք մեր սարերը այդ հոյակերտ, հոյակապ ֆիլմում, այսպիսի մի արտահայտություն կա, դե ասում է, լեյցենան ջան, հիմիկ էլ ընձի քննի, թե հարցաքննի, ինչ-որ նման մի արտահայտություն էր, գիտեք ինչ խորություն ունի մեջը, այսինքն ձեր ժամանակն էլ է գալու, որ ձեզ հարցաքննեն, ու չեմ կարծում, որ այսօր Նիկոլի գաշապարը լիզող քննիչները, դատախազները, դատավորները փրկություն են ունենալու, չեք ունենալու, Կարեն Ֆերխոյան, դատի ժամանակ, երբ դուք այդպես համեստ հարսի նման նստած եք, հարսն այնպես եք տալիս, որ դահլիճում չլսվի, թե ինչի մասին եք հարցնում, ես զգում եմ ձեր սրտի թպրտոցը, ինչ անեմ, որ գլուխս մնա ուսերիս, Նիկոլը կուլ չտա գլուխս, այդ գետինը մտնես, հրաժարվիր, հիմա ինքան հավաքած կլինես, 7 սերնդետ հերիք է, հրաժարվիր, կամ են Պետրոսյան կա, որը հակակոռուպցիոնի դատավոր է, մի անգամ նիստի ժամանակ վատացավ, ուղղակի վատացավ, որովհետև այդ պահին, վերջի վերջո դուք էլ երևի զգացմունքներ ու զգայարաններ ունեք, երբ ձեր աչքի առաջ գալիս է այն պահը, երբ ձեզ են դատելու, այդ ժամանակ նոր կիմանաք, հրաժարվեք գործերից, հրաժարվեք, դատախազներ, ձեզնից շատերը տխմար են, տխմար, մի Դանիելյան կա, 2 ոչխարի ուղեղ չկա այս մարդու գլխում, դատական նիստի ժամանակ, թողեց մեղադրական ու սկսեց իր չեղած կենսագրականը հորինել, ես բացարձակ եմ ասում, դու Դանիելյանս ինչ աղպես, դու պատասխան ես տալու, դու հենց պիտի պատասխան տաս Գալեյանի համար,
նրա որդու Արյան համար։ Դու պատասխան պիտի տաս, կտեսնեք, կտաս թե չես տա։ Էս ինչ զարհուրելի ժամանակներում ենք ապրում։ Ես միշտ արդեն 5 տարուց ավել մտածում եմ, որ երևի թե կրկնվում է 1915 թիվը։ Բայց չէ որ տարբերությունը շատ է։ 1915 թվականին հայոց պետականություն չկար։ Երկու պետություն, երկու բանակ չկար։ Այսօր ներքին այս որդը, նախանձի որդը, կրծեց երկու պետության կոկորտը, երկու բանակի հիմքը, որովհետև, ինչպես մեր գուսանն է ասում, ասպարեզից հեռացած են գիտունները, ասպարեզը համբակներին է տրված։ Ես հիմա նախկինում ասում էի, ով առաջին անգամ չհասկացավ, սխալվեց, Նիկոլ ընտրեց, երևի թե այդքան մեղավոր չէր, որովհետև երկիրը բարձի թողի վիճակում էր գտնվում։ Ես միշտ մեղադրել եմ 21 թվականներին նորից Նիկոլ ընտրողներին, բայց հիմա հենց առաջին անգամ էլ ինչը ընտրեցիք, ասենք թե Սերժ Սարգսյանից դժգոհեիք, պիտի գնայք, թշնամի ընտրեիք, չիմանայք ում, այդ Դանիել Իոաննիսյանին չեք ճանաչում, հա, չեք ճանաչում, թե լուսավոր Հայաստանին չեք ճանաչում, իր տխմար ղեկավարով կլասիկ դեպուտատ էր, հողս քո գլխին, ծախուշում, Մարուքյանեսին զիբիլես, ժողովուրդ, դու պիտի քո սխալը ուղղես, որովհետև դու ես քանդել ազգի տունը, դու ես ազգի պատիվը գցել փողոց, դու ես Ալաշուքուր Զադեն մադերից այսքան շուն ու գել խոսում են մեզ վրա, հաչում են մեզ վրա, դու ես մեղավոր, որտեղ դու ես թույլ տալիս, այսքան լուտանք, այսքան, ես չգիտեմ էլ ինչ կարելի է ասել, որ արթնանակ քնից, թմբիրից արթնանակ, 2 օր առաջ հակակոռուպցիոն այդ դատարանում, գիտեք, դատում են Սամվել Կարապետյանին, այդտեղից մի տղամարդ մոտեցավ, հավանաբար ինքը ինձ ճանաչում էր, ասաց տիկին, գնալու եք հայելի, ասի դե իհարկե, հենց որ հրավերքը ստանում եմ, սիրով, ամենամեծ սիրով գնում եմ, գիտեք ինչ ասաց, ասաց խնդրում եմ Անժելային, նույնիսկ չասացել տիկին Անժելա, այսինքն մտերմություն ես զգացի ու ջերմություն զգացի, ասաց Անժելային ասեք, ինքը իր ակումբով հսկայական գործ է կատարում, ասում եմ ումից ասեմ, ասում է կարևոր չի, ժողովուրդ, այս ոգին գոնե արթնանա մեջ, որ դու կարողանաս գնահատել, ես երեք ուղղակի վեճի մեջ եմ գտնվել մարդկանց հետ, որոնք ասում են, բոլոր նախագահները մեկ են, մենակ թալանել են, դու նշանակում է, որ բոլոր մարդիկ, շարքային մարդը կլինի, ինտելիգենտը կլինի, բոլորը նույնն են, հա, ոչ, այդ նախադասությունը բերանից անողը պիտի հասկանա, առաջին նախագահի օրոք մենք ինչ ենք ապրել ենք հաղթանակ, մեծագույն հաղթանակ, Տիգրան երկրորդից հետո առաջին մեծագույն հաղթանակը, բայց ստացել ենք կտրոններ, ստացել ենք մութ ու ցուրտ տարիներ, ստացել ենք զոհերի մասին հիշատակներ, բայց մենք
չենք թողել, որ այդ հիշատակները խամրեն, որ այդ հիշատակները մոռացվեն, որ անիծվեն նրանք, ովքեր ազգի համար զոհվել են։ Երկրորդ նախագահի օրոք ինչ ստացանք։ Ստացանք 10 խաղաղ տարիներ, կտրոնները մոռացանք, մութն ու ցուրտը անցավ, աշխատավարձերը բարձրացան, թոշակներն ու նպաստները բարձրացան, գյուղատնտեսությունը մեջքը ուղղեց, արդյունաբերությունը սկսեց աշխուժանալ։ Այսա ենք ստացել, այնպես որ, պարոն այդ տխմարներ, երբ դուք փորձում եք հավասարեցնել նախագահներին, մի քիչ ձեր չունեցած ուղեղին զոր տվեք։ Ես անցած անգամ խոսել եմ այդ մասին, հիմա էլ եմ ասում։ Պարոն Բագրատյան, ես ձեզ հարգում եմ անչափ, հարգում եմ ձեր գիտելիքները, համաշխարհային մասշտաբի տնտեսագետ ճանաչվելը, հարգում եմ ձեր մարդկայինը, այն մարդկային առանձնահատկությունները, ձեր հայրենասիրությունը չեմ կարող ես չհարգել, հարգում եմ ձեր այն աննկուն կամքը, որ չլինելով պատմաբան, դուք պատմությունը շուրումուր եք տալիս անընդհատ, խորքերն եք մտնում, հանում եք պայմանագրերը, արդյունքները, եւ այսօրվա ամենալավ պատմաբան ես ձեզ եմ համարում, որտեղ լռել են մեր պատմաբանները։ Խնդրում եմ, պարոն նախագահ, երկրորդ նախագահ, պարոն Ռոբերտ Քոչարյան, ես ձեզ խնդրում եմ, միավորվեք, դուք եւ պարոն Բագրատյանը, եթե միավորվեք, դուք կդառնաք այն անընկճելի կամքը, որը կմիավորվի նաեւ Սամվել Կարապետյանի հետևից գնացող մեր հայրենակիցների հետ եւ ոչ մի Նիկոլ, ոչ մի Միկոլ, ոչ մի Արաբատ, ոչ մի այնեն պորնոաստղը շերտունքներս կպնում են, որ ես դրան անուն տամ այդ Ալոնան, կամ են Անդրանիկ Քոչարյան, այդ գետինը մտնես, պուչ կենտանի, կամ են Ալեքսան, վիրավորվում եմ, որ իմ ազգանունից է հիմարի վրա, են էլ Վահագն անունով, մայրդ մտածել է, ես ընկեցիկի վրա ոնց է Վահագն անունը դնում, մեր երկրորդ դիցարանի Աստծո անունն է, այ ընկեցիկ, այ հիմար, այ ղզիկ, դու քանի գլուխ ունես, ափեղ ծփեղ վայրը հաճես տալիս անընդհատ, էլ ուրիշ թեմա չունի, Ռոբերտ Քոչարյանը, դաշնակցականները, այ հիմար, 1918 թվականին Սարդարապատում հետ ովքեր էին կռվում Բաշապարանում, Խլիղարաս Քելիսայում, ովքեր էին կռվում, այդ որ կուսակցությունները, որ իր վրա, իր ուսերին բեր վերցրեց, պատասխանատվություն վերցրեց և Սարդարապատի դեռանթաղ դիակների վրա պետություն ստեղծեց, որ այսօր վայրը հաճտակ, չնայած իր բոլոր սխալներին, իսկ անսխալ ոչ ոք չկա, էդ իմացեք մեկն մեջտ, այս կուսակցությունը արժանի է մեծագույն հարգանքի, ես ասել եմ ու կասեմ, որովհետև նա է այս պետության հիմնադիրը, որի բարիքներ այսօր խժռում եք, մարդակեր շներ քպահականներ, են Կոնջորյան, վայ, էդ ինչ եղկելի է, են Արթուր Հովանիսյանը, ես ինչքան են սրանք եղկելի, գետինը չեք մտնում, հա, ինչ եք այդքան վայրը հաշտալիս այս կուսակցության վրա, գետինը չեք մտնում,
Այս կուսակցության հիմնադրած պետությունն է, որ այսօր դուք քայքայում եք, որ ծախում եք Թուրքին։ Մտածեք, 90-ական թվականներին ամենաշատ զոհերը որ կուսակցությունն է տվել։ Մի հատ մտածեք, 20 թվականի պատերազմի հենց առաջին օրը ես մի ակրոստիկոս ունեմ հայոց բանակին։ Գնացի տնից վերցեցի, որ գամ տամ այդ ճակատ մեկնող տղաներին, չհասցրեցի։ Հերվից լսեցի, որ բոլորը երգելով Արամ Մանուկյանի արձանի մոտից, երգելով նստեցին ավտոբուսները ու գնում էին հաստատ նաև զոհվելու։ Բոլորը գիտեն, որ պատերազմի դաշտում փլավ չեն բաժանում, բայց բոլորը չէ, որ գնում են, բոլորը չէ, որ կամավորագրվում են։ Հերիք է էլի, հերիք է միսը կրծեք, հերիք է դուք այս ասածս անուն ազգանունի տերերը և են լուլու են, ինչ Արուսյակ Ջուլակյան կա, չգիտեմ ինչ գրողուցավ կա, են պալյանը, այ հավ, ես էլ եմ ասում, դու հավ ես, Լենա պալյան ես, ինչ աղբ է, ինչպես, Էմա պալյան ես ներողություն, ինչ աղբ ես, դու հավ ես ընդամենը, ինչ է ուզածդ, ինչ է ուզածդ, թողեք հանգիստ Գյումրին, լավ էլ ռելսերի վրա է ընկել, թողեք ընթանա իր ճանապարհով, թողեք ընթանա, որ մեր Գյումրին նորից 18 թվականին նման չտրորվի Թուրքի կրնկի տակ։ Դուք ինքան եք գողացել քպականներ այս 7-8 տարիների ընթացքում, որ աշխարհի ոչ մի կողոպտից չէր կարող երազել, այդպիսի ավար, են էլ սեփական երկրից, գետինը մտնեք, նշանակում է, որ սա ձեր երկիրը չի, ախր դուք սրան մերը չեք, թե չէ, ով կհամաձայնվի, ով կհամարձակվի սեփական երկիրը դարձնել թալանի երկիր, միայն Թուրքի կրունկ լիզողը և մի նախադասություն էլ ժողովուրդ ուշքի արի, մենք պարտավոր ենք մեր պատմականորեն ձևավորված դաշնակցին մեր հարգանքի տուրքը չմոռանալ, այն է չէ հայոյել մեր դաշնակցին, ավելորդ արտահայտություններ չանել, հիշեք, բոլորիս ասածները 7 մաղով անցնում է։ Մեր դարեդար եկած դաշնակցին մենք պարտավոր ենք հարգել, և հետո մենք երբեք չպիտի մտածենք, որ եթե դաշնակից է, ինքն է մեր փոխարեն պայքարելու կամ կռվելու, այդպիսի բան չկա, այնպես որ վաղը ժամը 16:30-ին Ազատության հրապարակում լինելու է հերթական հանրահավաքը մեր ձևովի կողմից։ Բոլորս մեր տեղը զբաղեցնենք այդ հրապարակում, այ վաղվա քանակից, վաղվա մոտեցումից արդեն կարելի է ենթադրել, թե այս պայքարը ինչ ավարտ կունենա, իսկ որ այս պայքարը պետք է հաղթի, դրանում երկրորդ կարծիք չկա, ես եմ շնորհակալ։